Պարոն Բաբաջանյան, դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի ունեցան 4 համայնքներում դուք եւս մասնակցում եք։ Այս պահին կասեք կոալիցիա կազմելու հնարավորություններ կան, թե ոչ այդ 4 համայնքներում։ Այս պահին ակտիվ շփումները շարունակվում են մասնակից կուսակցություններից ընդամենը մեկի հետ։ 4 համայնքներում էլ մենք դիտարկում ենք համագործակցություն իշա համայնքի, իշա այն նպատակների, որ ի վերջո մեզ ստիպեցին մասնակցել այս ընտրություններին եւ նաեւ որպես առիթ օգտագործելու մեր կուսակցության նպատակները, գաղափարները նաեւ ներկայացնելու համայնքային մակարդակներում եւ իհարկե այդու ցույց տալով նաեւ մեր սկզբունքային դիրքորոշումը համագործակցության անհնարինության շուրջ այն ուժերի հետ, ովքեր մեր պատկերացմամբ առհասարակ ներկայացնում են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի առանձին այսպես շրջանակներ, իսկ մեծ հաշվով ներկայացնում են նրանց սպասարկում են նրանց ռևանշի նպատակը։ Հետևաբար համագործակցություն որպես այդպիսին դիտարկում ենք այն ուժերի հետ, որոնք որևէ աղերս եւ որևէ կապ չունեն այդ օդիոզ դեմքերի, այդ մեզ համար կարմիր գիծ հրճակված, ուրեմն կուսակցությունների եւ դաշինքների հետ։ Ես կարող եմ ասել, ում հետ մենք որևէ պարագային չենք գնա համագործակցության, զարթոնք, հանրապետական, ապրելու երկիր, սրանք այն կուսակցություններ են, որոնք այդ համայնքներում իշարս այլ ուժերի ներկայացված են եւ նրանց ձայներից, ինչպես նաեւ մեր ձայներից կախված է համայնքի հետագա կառավարման ճակատագիրը։ Մենք գնալու ենք համագործակցության այն ուժերի հետ բացառապես, ում համար ժողովրդավարությունը, ում համար Հայաստանի պետականությունը անքննելի եւ անշրջելի արժեքներ են եւ մենք այդ արժեքների պաշտպանության դիրքերից ենք հանդես գալու այս ընտրություններում ուրեմն համագործակցության ցանկացած խոսակցություն սկսելիս մեզ համար չափազանց կարևոր է գաղափարական ընդհանրությունը, որպեսզի կարողանանք նաև մեր հավաքած ձայները կապիտալիզացնել հենց այդ ընդհանրության հիմքով, որպեսզի նրանք, ովքեր մեզ ձայն են տվել, մենք կարողանանք տեղական մակարդակում առնվազն կապիտալիզացնել այդ ձայները, հոգուտ այն նպատակների եւ այն գաղափարների, որոնք մեզ համար կենսական են եւ կարեւոր են։ Կուսակցությունը մեր առաջ ենք մղում հենց այդ գաղափարների հիմքում։ Ձեր նշած կուսակցությունների մեջ կարելի ասել չնշեցիք ազատական եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների անունները, ենթադրում եմ համագործակցությունը նրանց հետ պիտի լինի, որտեղ առաջադրվածների մեջ իրենք էին։ Իրենց հետ ինչ որ կոնսուլտացիաներ գնում են այդ թեմայով։ Կան խոսակցություններ այս պահին, եղել է շատ բովանդակային քննարկում, օրերս շարունակում ենք այդ քննարկումը տարբեր ձևաչափերով, տարբեր համայնքների վերաբերյալ պիտի ունենանք բանակցությունների երկրորդ փուլ, սպասում ենք, հասունացնում ենք այդ փուլի բանակցության առարկան, որպեսզի փաստաթուղթ ունենանք քննարկելու առանձին համայնքների վերաբերյալ ինչ հնարավորություններ ունենք, ինչ դիապազոն ունենք քայլերի, կարծում եմ, որ շատ մոտ ապագայում բարձրություն կմտնի, այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, ազատականի հետ հնարավոր ենք համարում համագործակցություն, բայց չեմ կարող մասնավորեցնել ում հետ ունենք այս պահին քննարկում եւ խոսակցություն եւ ինչ մակարդակով են դրանք։ Դրանք ամենաբարձր մակարդակով են, պիտի ասեմ, քաղաքական ուժերը ներկայացնող առաջնորդների մակարդակներով եւ ինձ է պատվիրակված տեղերից մեր թիմերի կողմից ներկայացնելու այն ակնկալիքների շրջանակը, որ այս բանակցություններում մենք փորձում ենք ապահովել մեր թիմերի համար։
Իսկ ընդհանուր ամսի 5-ին տեղի ունեցած ընտրությունները ինչպես է գնահատում, հաստատ դիտարկել եք։ Իհարկե, մենք չնայած ակնառու բաց թողումներին, որոնք վերաբերում էին հատկապես ընտրություններին նախորդող ժամանակահատվածում տարբեր այսպես համայնքներում օդիոզ դեմքերի կողմից կազմակերպվող նախկին այսպես կազմակերպական որոշ իրողությունների, որոնք օրինակ ընտրակաշարք տալու նոր մեխանիզմներ են ներմուծել մեր մշակույթի մեջ, օրինակ քարտային փոխանցումների տեսքով կամ ամեն քայլափոխին շտաբ հիմնելու եւ այդ շտաբի ենթադրենք աշխատանքների համար վարձավճար տալու այն չափով, որ ընդհանրապես այդ մի քանի օրերի համար Հայաստանի պայմաններում դրանք ուղղակի այլ բան քան ընտրակաշարք չի կարող որակվել։ Այնուամենայնիվ պիտի ասեմ, որ մենք ճանաչել ենք ընտրությունների արդյունքները եւ ի պատիվ իշխանության մենք տեսնում ենք հետեւողական ցանկություն խորացնելու ժողովրդավարական գործընթացները, անշրջելի դարձնելու ժողովրդավարական այս ընթացքը եւ այդտեղ է նաեւ մեր գաղափարական ընդհանրությունը քաղաքացիական պայմանագրի հետ եւ այդ է պատճառը, որ քաղաքացիական պայմանագրի հետ մենք տեսնում ենք համագործակցության հնարավորություն չնայած առանձին համայնքներում առանձին այսպես դետալների վերաբերյալ քաղաքացիական պայմանագրի ցուցակները գլխավորող անձանց շուրջ ունենք տարընկալումներ եւ անհամաձայնություններ, բայց հույս ունենք, որ այս բանակցային շրջափուլը հենց դրա համար է եւ այս հնարավորությունը դրա համար է, որպեսզի կարողանանք հաղթահարել այն, ինչ կարելի է հաղթահարել եւ անցնել առաջ իշա այն համայնքների, որտեղ մենք մասնակցել ենք եւ որտեղ կարողացել ենք ապահովել արդյունքներ, որի արդյունքում մեզանից կախված է օրինակ առնվազն 3 համայնքներում իշխանության ճակատագիրը։